2020 թվականի 44-օրյա պատերազմից 3 տարի անց տարածքներ կորցրած Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա։ Անզեն շրջափակված եւ հյուծված արցախցիները ստիպված էին ընդունել հայրենիքը, տունն ու տեղը լքելու պահանջը։ 2 օր անց արդեն Հայաստանը ընդունեց բռնի տեղահանված արցախցիներին։ 130,000 տեղահանված արցախցիներ այդ օրերին ապաստան գտան Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Նրանց մի մասը կարողացավ հարմարվել եւ նոր կյանք սկսել այստեղ։ Եղան ընտանիքներ էլ, որոնք կարճ ժամանակում Հայաստանից նաեւ գնացին։ Ներկայությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են 99,065 արցախցիներ, նրանցից 2,900-ը այժմ բնակվում է Շիրակի մարզում։ Մենք եկել ենք Մարտակերտի շրջանի Առաջհաձոր գյուղին, Գանձասարենքից գյուղը։ Ընտանիքով ենք եկել, երկու աղջիկներից գյուղում էին ամուսնացած տղաս 93 թվականի ինքնացրի որ բամբի տարել մահացել է մինուտար տղես, երկու աղջիկներից հետ տեղափոխվել ենք։ Շատ լավ Գյումրի մեզ ընդունեց, ինչպես մեր տանն ենք։ Շատերը գիտակցում են, որ հայրենիք վերադառնալ այժմ մշուշոտ է ու անորոշ։ 2 տարի է արդեն Ավանեսյանների ընտանիքը Գյումրիում է ապրում։ Ունեն փախստականի կարգավիճակ, ինչը խանգարում է օգտվել սոցիալական ու այլ արտոնություններից, իրավունքներից, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիները։ Նոր են դիմել քաղաքացիություն ստանալու, անձնագիր ձեռք բերելու համար։ Հույս չունեք, որ հետ կվերադառնանք, պիտի Հայաստանի քաղաքացի դառնանք։ Քաղաքացի են դառնում, լիարժեք օգտվում են բոլոր հնարավորություններից, որից օգտվում ենք ես, դու կամ մնացած մյուս քաղաքացիներ մեր Հայաստանի Հանրապետության, օգտվում են այդ բնակարաններն ապահովելու այդ ծրագրից։ Շատ մարդիկ կան, այստեղ գալիս են, դե խոսում ենք, ասում են, որ արդեն բնակարան են ձեռք բերել գյուղերում, քաղաքում։ Արցախցիների համար անձնագրավորման գործընթացը կատարվում է արագացված ընթացակարգով։ Դիմում եւ փաստաթղթեր ներկայացնելուց 1-1.5 ամսում նրանց տրվում է հայկական անձնագիր։ Գործընթացը պարզ է եւ նույնական, ինչպես Հայաստանի մյուս քաղաքացիների դեպքում։ Փաստաթղթային անճշտությունները կամ դրանց բացակայությունը գործընթացում խնդիրներ ստեղծում է, բայց դրանք լուծելի են։ Որոշ դեպքերում այդպիսի հարցերը կարգավորվում են դատաիրավական կարգով։ Ծննդականների, ԶԱԳՍ-ի վկայականների, մահվան վկայականների հետ կապված անճշտություններ կա։ Դե իրանց ուղղորդում են քաղաքացիական կացության ակտերի գրասենյակը կակ այստեղ տեղում ԶԱԳՍ-ում։ Մեծ մասամբ մի 80% կարողանում են այստեղ ճշտումներ անել արխիվներով, բանով։ Բայց որոնք կան քաղաքացիներ, որոնք ընդհանրապես այդ փաստաթղթերը չունեն, ու կապված երևի թողել են այնտեղ կամ չեն ունեցել ընդհանրապես, իրանց հարցը լուծվում է արդեն դատական կարգով։ Արցախցիները ազատված են պետական տուրքի վճարից։ Շատերի համար քաղաքացիություն ունենալը բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն է։ Ընտանիքի, ներառյալ անչափահասների Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվելու դեպքում կարող են դառնալ ծրագրի շահառու։ Հայաստանի քաղաքացի դառնա։ 6 հոգով։ Ես եմ տղաս, հարսս կինս, 2 թոռս։ Հաջի տան համալի, որ ասում վարձը չտամ։ Յաշա Պողոսյանի ընտանիքը 7 երեխաներով ու թոռներով Մարտունու շրջանի Քերթ գյուղից են տեղափոխվել։ Փոքր որդուն 44-օրյա պատերազմին է կորցրել։ Ասում է անհնար է մոռանալ ու համագերբվել տեսած կորուստների հետ։ Այն արցախցիներից մեկն է, որ հավատում է, թե ամեն ինչ անդարձ կորած չէ, որ վերադարձ լինելու է։ Մեկը մեկը երկարապահ է, Ղարաբաղն է։ Այդ 100%։ Հadi Հայաստան արձանագիրը ինչ այն, պրոստը որ ստեղում ապրում ինչը գնալը հալատվա Հայաստանի արձանագիրը։ Էլի կգնամ էդ կպայեմ Ղարաբաղին նույնս վերցնեմ։ Հայաստանի քաղաքացի դառնալով արցախցիները սպասում են, որ ոչ միայն բնակարանային խնդիրը արագ լուծում կստանա, նաև սոցիալական շատ խնդիրներ կկարգավորվեն, այդ թվում եւ զբաղվածության։ Մարզում բնակվող արցախցիների համար աշխատանք գտնելն ամենաբարձրն է։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։